օրերը տաքանում են, եղանակները տաքանում են եւ մենք արդեն մեր շունիկներին եւ առհասարակ տնային կենդանիներին կարողանում ենք ցույց տալ Երևանը, Երևանի տեսարժան վայրերը եւ շատ հաճախ մենք հանդիպում ենք տնային կենդանիներին եւ արտիստներին, ճանաչված մարդկանց իրենց տնային կենդանիների հետ հենց այգիներում, պուրակներում։ Մենք այսօր գտնվում ենք Թումանյանի պուրակում եւ այստեղ Ռոյին ենք եկել նկարահանենք, ինքը շատ լավ շունիկ է, գերմանական ավճարկա ցեղատեսակի եւ ոնց ասեմ, մաման ու պապան տերերը Շան, Ռոլանդը եւ Լայանան են։ Էլի փիս բան արեցիր։ Այսօր ամբողջ օրը ներվայնացրել է ինձ։ Ջղային նոտայի վրա չսկսենք բոլոր դեպքերում։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, սա Երևան հեռուստաալիքն է, Գարնանային ուրիշ աշխարհը եւ արևային ես կասեի։ Հաճելի դիտում եմ մաղթում հաղորդման բոլորիդ։ Մենք շատ երկար ժամանակ ուզում էինք նկարենք Լայանային Շան հետ, հետո փոփոխություններ տեղի ունեցան նրանց այդ ասպարեզում կենդանիների նկատի ունեմ տնային, հիմա արդեն ժամանակն է եկել, որպեսզի ցուցադրենք ձեզ այս շքեղությունը եւ իրան իր տարօրինակություններով եւ առավելություններով։ Ողջույն քեզ Լայանա։ Ողջույն Տիգրան։ Ոնց ես։ Շատ լավ։ Ոնց ենք դիմավորում Գարունը։ Միանշանակ սպասված է Գարունը, որովհետև ես չեմ սիրում ցուրտ եղանակ, ինչքան է ձմեռը եւ ձյունը գեղեցիկ է, բայց Գարունը եւ ամառը ինձ համար ավելի հարազատ է, ավելի տաք։ Շները արդեն կարողանում են դուրս գալ, գարնանային թարմոթը շնչել եւ առհասարակ այդ տան պայմաններից մի փոքր դուրս բերել իրանց եւ չկտրելը բնությունից, այդ ինձ թվում է ճիշտ է։ Այո, Ռոյը, մեր նոր շունիկը, գերմանական ավճարկա, ինքը տենց սկզբից տանն էր ապրում եւ չգիտեր ինչ բան է դուրսը։ Եվ առաջի անգամ երբ իրան դուրս տարանք, արդեն ինքը բունջ էր ուզում գար, բնականաբար բնության հետ խոսում է այդպես։ Ինքը նոր է հայտնվել ձեր կյանքում, ես ոնց հասկացա 3.5 ամսեկան է։ Այո, ինքը 40 օրեկան էր, երբ հայտնվեց մեր տանը, այսքան փոքրիկ մի հատ պուֆիկ էր, զակուկ էր։ Շատ նվեր եք ստացել, թե գնել եք։ Գնել ենք, առաքել ենք Վրաստանից։ Չէ, իսկապես Ռոլանդը ուզում էր, որ ինքը շատ ոնց ասեմ, պարոդիստ է, չէ, ավճարկան, բայց գենետիկ կոդը կամ այդ ոնց ասեմ, խոսքով խառնուրդ չլինի, մաքուր լինի։ Չլինի, հետո բարձրակարգ, բարձր որակի կան եւ ինքը անձնագրով, ինչ որ ծննդյան վկայականով, ամեն ինչով տես տեղին շունիկ է։ Ոնց է դրսևորվում քո սերը առ Ռոյ եւ առհասարակ առ կենդանիներ։ Ես ոնց հասկացա կատուների հետ այդքան սեր չունես։ Չէ, ես կատուներ չեմ սիրում, չեմ ուզում ուրիշ բառ ասեմ, չեմ սիրում բառի մեջ լիքը չեմ սիրում։ Եվ չգիտեմ, այդպես է, չէ, պարտադիր չի, բայց շունիկներ շատ եմ սիրում, պարզապես առիթ չեմ ունեցել տանը շուն ունենալ, որ այդ ադաչան, հա, բան այդ սերը, որ դու իրան տալիս ես, ինքը քեզ տա, այդ որ լացում է հետևիցդ կամ չգիտեմ, ողջունում է, պաչում է, չգիտեմ, այդ իր լեզվով որ տենց անում է, ինքը ուզում ասեմ երեխայի պես իր հետ խաղում ենք։ Առաջին օրվանից հետո ինքնազգացողությունդ ոնց էր, նո շուտ արթնանաս, տեսնես Ռոյին, միանգամից կոնտակտը եղավ, թե անցավ մի շաբաթ կամ չգիտեմ այնտեղ մի քանի օր։ Առհասարակ մեր ընտանիքում դեպի կենդանիները այդ էներգիան Ռոլանդի մոտ է ավելի շատ դրսևորվում։ Չգիտեմ, շները միանգամից գալիս են այս մագնիսի պես, գալիս են մոտենում են իրեն։ Ես ավելի զուսպ եմ, հա, ոնց ասեմ, միջև ադապտացվեմ, Ռոլանդը շատ է շների հետ շփվում, ինքը գիտի շան լեզուն կոպիտ ասած, ես Ռոյի հետ սենց աստիճանաբար ավելի շների լեզուն կհասկանամ եւ ինքը ինչ է ուզում ինձանից, ես էլ ինչ եմ ուզում իրանից։
այսպես։ Ես ուզում եի նաև հասկանալ ինչքանով է իրան դժվար պահելը, որովհետև ազնվական ցեղատեսակները պահանջում են լավ խնամք, լավ ուտել ու այդպես։ Ինքը դեռ որ փոքր էր, մոտ 40-ների հետ 50 օրեկան, շատ վատ էր իրան զգում կապելնիցաներով եւ լուրջ դեղորայքով, բավական թանկ նստեց մեր վրա, իրան ոտքի կանգնեցնել է։ Հետո իր սնունդը միս եւ հավ ենք առնում հատուկ իր համար, շատ բարձրորակ եւ նույն բանը գրեթե ինչ որ մենք ենք ուտում, շատ թանկարժեք, երբեմն բյուջեն ճեղքվում է, այսպես ասած, ամսեկան, բայց լավ շուն պահելը լավ բյուջե է պահանջում։ Բայց երբ նայում եմ տեսքին, իր այդ մորթին, իր քայլվածքը, Ռոլանդը ասում է «պասատկա», հա։ Ինչ որ ռուսերեն բառեր եմ ասում, պրոստը ռուսերեն բառեր են ավելի շատ շան վարժեցման հետ կապված, դրա համար կարծում եմ 3.5 ամսական շունիկի համար բավական հարուստ տեսք ունի եւ շատ նկատելի է փողոցում, ոչ մեկ անտարբեր չի լինում։ Ոնց որ Ռոլանդը ասում է, ոնց որ լավ սիրուն ռուս աղջիկ լինի։ Երբեմն ես կնոջս հետ ընդհարումների մեջ եմ լինում, կապված լակի տարածքի խնդրի իշխանության այս ձևակերպման հետ, որովհետև տես, երբ որ դիվանի պարկած է լինում, ես մոտիկանում եմ ուզում եմ նստեմ, սկսում եմ գրմռալ, սա իմ տերիտորիանն է, դու իրավունք չունես, կամ տունը փիս-փիս բաներ անում, ես էլի ջղայնանում եմ մի երկու հատ, տենց տուտուզին խփում եմ, իմ նյարդերը այդքան չի հերիքում, ինձ թվում է, դու որպես գեղեցիկ սեռի ներկայացուցիչ քոնը ընդհանրապես չի հերիքի։ Այ առաջին օրը երբ տեսար, որ ինքը ինչ որ վատ փիս-փիս բաներ արել, կաշկա, սենց բաներ, այ ինչ ռեակցիա եղավ։ Ռոլանդը ասում է, որ դա կտևի մի ամիս, հետո անցավ մի ամիս։ Սուտ ասում, չհավատաս։ Եվս մեկ ամիս, ասում Ռոլանդ բա երբ ինքը կվերջացնի ես իր սովորությունները ախտոտել մեր բնակարանը։ Ես ճիշտ ասած մենակ չեմ սիրում, որ քնած ենք լինում, առավոտյան գալիս է եւ ինչ-որ արթնացնում է Ես պետքա ուտեմ։ Ինչ-որ չէ, բացի այդ արթնացնումը ինքը միջև կերակրել է, ոչ թե չեմ սիրում, այլ մեկ ուզում ես քնես, նույնիսկ անկողնոց մի քիչ ավելի խորն եմ պարկում, որ չգա կծի, ինչ-որ պայտակ գնաց ժամանակ վախենամ եւ այլն։ Բայց անկեղծ ասած նեղություն չի տալիս։ Առայժմ չունի որպես այդպիսին տերիտորիա, հա, որ ասենք ինքը այստեղ բազմում է, չնայած արդեն բացահայտել ենք դրան հետևում, մուտքի դրան, որովհետև երբ այս որոշակի բնավորություն չի ձևավորվել դեռ մոտը։ Հա ինքը երևի փոքրիկ է կամ այնպես չի, որ մենք արգելում ենք իրեն, ինչ որ վարժեցնողի հետ ենք խոսել եւ ինքը ասել է, որ առայժմ երեխաներին էլ չէ, արգելքներ որոշակի միջև տարիքը պետք չի, հետո մենք իրան կդաստիարակենք, բայց ինքը շատ բարի է ու շատ նեղած կոտ է, միջև եթե իրան նեղացնում ես, պետքա գնաս սիրտը շահես, ինչ որ համով բան տաս, ինքը ճանաչում է համով բան, համով ճաշիկ, տենց չգիտեմ, խելացի է, նախորդ ժան հետ համեմատած, ուղղակի ոնց որ մարդու հետ շփվես։ Ես ուղղակի այդքան չէի ուզում անդրադառնալ այդ թեմատիկային, բայց խոսքից խոսք եկանք հասանք, ես ոնց հասկացա ինքը չար էր, նախորդ շունը ինչ որ բնավորություն ուներ, մենք չկարողացանք նկարահանումներ անենք, Ռոլանդը պարբերաբար ասում էր, որ ինքը գազան շուն է սենց։ Մեր նախորդ շունիկը ինքը ինչ որ ազնվական ծագում չուներ, ուղղակի դրսի, հա, ինչ որ շունիկ է, շատ սիրուն, ինքը սենց մոխրագույն չէ, ոնց են ասում, կաթնագույն, ինչ որ վարդագույն լեզու ուներ, վարդագույն քիթ եւ այլն, բայց իր արտաքինին հակառակ ինքը շատ նյարդային էր ու չէր թողում, որ իրան սիրեին, նույնիսկ իմ հետ ոչ մի կոնտակտ, մենք հարաբերություններ չունենք, միայն Ռոլանդին, Ռոլանդին էլ երբեմն չէր լսում։ Դրա համար որոշեցինք, մտածեցինք, որ ինքը նեղվում է տան մեջ, իրան տեղափոխեցինք ուրիշ վայր, մի քիչ դժվար բաժանվեցինք, բայց քանի որ Ռոին ուներ Կապվել էի կարդ։ Ես չէ, որովհետև ինքը ինձ չէր սիրում։ Ռոլանդը շատ էր կապ։ Ռոլանդը ինձ թվում է բոլոր շարժվող ամեն ինչին կապվում է, եթե մի 2-3 օր շփում։ Հա, իսկապես ինքը շատ բարի, ջերմ, կենթանասեր անձնավորություն է։ Ես ավելի ռեալիստ եմ։ Եթե շունը չի ենթարկվում տիրոջը, եթե չկա այդ սերը, հակառակ սերը, որ դու իր հանդեպ դրսևորում ես, ես արդեն հիասթափել եմ մանավանդ, որ ինձ կծել էր մի 3 անգամ, արդեն սպիներել ունեմ։ Ձեռքի վրա թե ոտքի։ Ձեռքի վրա, ոտքի էս հատված։ Հա, չենք կարող շփվել։ Իսկ քանի որ ունեցանք Ռոին, ոնց ասեմ, մոռացանք ոպիտ ասած, որովհետև իսկապես շատ հաճելի է իրան պահել։ Մենակ ասում եմ, որ ողջունում ա քեզ տուն մտնելից եւ այդ սերը, որ ինքը ցույց բերում է տիրոջ հանդեպ, ըստ իմը լավագույն գնահատականն է։ Այն ամենի, ինչ որ անում է շունիկի հանդեպ։
Լավ, քանի խելոք են մնացել, մի փոքր անունի, ծագման, ծննդի հետ կապված, որովհետև երբ որ անուն տալիս եք, բնականաբար ծնունդի օրն էլ, օրինակ մեր քավորենք, Սուրենենք ամեն տարի օրինակ նշում են ծննդյան տարեդարձ, իրանց էլ այդ հողի վրա է տարել, հա։ Հիմա Ռոյի հարսանիքի թե շանքավորը։ Հարսանիքի։ Այդ երևի ավելի ես ասեմ, Լիանան այդքան տեղակ չի։ Ինքը ծնունդով ուրեմն Վրաստանի Մարնեուլի գյուղից է, այնտեղի պիտոմնիկից են իրան ուրեմն բերել Հայաստան, ծնվել է նոյեմբերի 5-ին, ու էլ ինչ պետք է ասեմ։ Հա, անունը Ռոյ, ինչի Ռոյ, որովհետև մենք երբ որ Զեյթունում էինք բնակվում, մեր հարևանները ունեին շատ սիրուն, sense գեղեցկություն էր այդ ուղակի, գերմանական հովվաշուն էլի, իր անունը Ռոյ էր։ Ու տենց ես ոնց որ այդ շանը նայելով միշտ երազում էի, ասում էի, որ ես է որ մեծանամ, ես այդ վաղ երևի 7-6 տարեկան էի, ասում էի, որ ես է պետք է անպայման ունենամ նմանատիպ մի շուն։ Մեր ավակ սերնդի ոնց որ ասում են ընկերների շուներին դրանք Արամի ու Ահարոնի, իրանք սեփական տուն ունեին, հենց կպած մեր շենքին պահում էին։ Ես մի օր մտա իրանց բակ առանց թույլտվության, համ տանտերերի, համ շան, ոնց որ ասում են գնդակի հետևից, ուղղակի մենք ֆուտբոլ էինք խաղում, գնդակը ընկել էր իրանց հողամաս, մտա որ վերցնեմ ու Ռոյը ինձ թողեց, ես մտա, բայց չթողեց դուրս գամ, աջ ոտքս 4 տեղից գծեց, դե պատկերացնում եք ինչ ստրես, ինչ վախ, ես 6 տարեկան, գնդակը ձեռքս ու մոտավորապես S-boy-ի, սենց մի հատ Ռոյ իմ աջ ոտքը քրքրում է եւ այդպես ու տենց մեջս մնաց այդ հովաշան, հա, գերմանական ավչարկայի։ Վատ տպավորությունների տակ ես շանանունը դրել Ռոյ։ Գիտես, այդ իմ համար գերագույն հաճույք է, ես չգիտեմ ում համար ոնց, բայց որ Ռոյը ինձ Քեզ դուր է գալիս, որ քեզ կծում է։ Ռոյը կծել է, Ռոյը եղել է, բայց հիմա որ կծեն, միգուցե դուր չգա, ուղղակի ես տենց վատ չեմ հիշում դա, ճիշտ ասած, ես շատ կենթանասեր եմ, ահավոր, նորմալ եմ նայում նրա։ Մարդիկ կան ստրես են տանում վախից նույնիսկ այդ։ Բնականաբար, այդ նորմալ է, մարդկա չի սիրում, վախում է, չգիտեմ, բայց ինձ մեկ է, ես այդքան ծանր չեմ տանի, որ այն շունը կծի, որովհետև եթե շունը մարդուն կծում է, դա շունը մեղավոր չի, այսինքն շան պատճառով չի, որ ինքը կծանա կամ չգիտեմ ինչ, դա ամբողջը մարդու մեղքն է, մարդու սխալը ու մարդու Պարագայում Տիրոջ չեմ կարող ասել, միգուցե, բայց ընդհանուր առմամբ մարդ հասկացողությունը շան համար մեկ է, այսինքն եթե տերը չի, բոլորը իր համար մեկ են, եթե ինչ-որ մեկը իրան քարով խփել է կամ նեղացրել է, ինքը չի այդքան, հա, հասկանում, որ սա գեղամն է, լավն է, նա Պետրոսը վատը եւ այլ, դրա համար իր համար բոլորը դառնում են մեկ ու եթե հանկարծ ինչ-որ մի բան ինքը մարդկության հանդեպ ոնց որ թե ապացուցում է, ոնց որ թե ուզում էր մոստից ցած նետվեր, բայց մենք կանխեցինք այդ ու տենց Ես էդ եմ ուզում հարցնել, ասենք տանը երկու տղամարդ արդեն Ռոյ եւ Ռոլ։ Ուրեմն սկզբից Ռոյ կարծես թե հարմար է եւ Ռոլանդը ասաց, որ չկրճատելու համար, հա, անունը այդպես նաեւ միավանք որ լինի, բայց խնդիր ունենք, ես ասում եմ Ռոլ, չի լսում, Ռոյը արագ գալիս ասեն, ասում եմ Ռոլ ասում է հ Ասում քոյ չեմ Եվ մի հատ էլ ուրիշ բան կա, աստված առաջ, որի տղա ունենանք, որոշել անունը դնի Ռոբերտ, Ռոբ Հիմա Ռոլը, Ռոբը և Ռոյը, ինչ-որ սենց շատ դժվար իրակ պատմության մեջ եմ ընկնելը, բայց Հավատացած եմ, որ կհաղթահարես Այո Իսկ մենք սիրելի հեռուստադիտող այս պահին արդեն կամաց ուղևորվում ենք դեպի Dog Style շների մասնագիտացված խանութ սրահ, որը Երևանում եզակի է եւ փորձենք մեր տղային մի փոքր երես տանք հետաքրքիր ուտելիքներով։ Ես հավատացած եմ, որ Dog Style-ը նրան շատ դուր կգա, իսկ իմ շանն էլ դուր են գալիս ինչ-որ տարեց մարդիկ, հա, տարեց տղամարդիկ։ Ես գիտեի, որ ինք աղջիկների հանդեպ թուլություն ունի, սա բացահայտում էր իմ համար։ Մնացեք մեզ հետ, սա ուրիշ աշխարհն է, գնամ շանս ետևից։
Բերեստին եւ կրկին մեր երկրորդ տանն ենք Doxdale-շների մասնագիտացված խանութ սրահում, որտեղ արդեն հիմա մեր տղայի համար սկսում ենք լակմստվաներ, հայերեն բառ քաղցրավենիքներ ընտրել։ Համով բաներ։ Ինքը թուլություն ունի, հա, ոսկորիկների։ Ոսկորիկների, բայց ասենք համով բան, որ ասում ես, կապ չունի ինչ ես տալի։ Ինքը ոնց որ չի գիտակցում, բայց սիրում է այդ ցենց պեչենյաներ կան, ինչ որ տենց փոքրիկ բաներ։ Բացի այդ, որ իրան այդ համով բաները տալիս ենք, ինչ որ որոշակի բաներ ենք խնդրում, որ անի, ու ինքը սիրով անում է ակնկալիքով։ Այո, ոնց որ ավելի շատ դրա համար ենք օգտագործում այդ լակմստվաները։ Ես նախնական զրույցից հասկացա, որ 3.5 ամսեկանում չի կարելի ավճարկած ցեղատեսակի շներին տալ այս քաղցրավենիքները։ Չէ, քաղցրավենիքները կարելի են, խորհուրդ չեն տալիս սովորաբար փոքր շներին ավելի, քանի որ ամենասկզբում մենք չգիտենք թե ինչ ցեղատեսակի շուն է եւ ինչքան է տարիքը, բայց հետո որ իմացանք արդեն ավճարկած ցեղատեսակի շուն է, 3.5 ամսականը բավականին մեծ է, որպեսզի օգտվի այս ամենից, ինչ որ մենք ունենք։ Փոքրերի ստամոքսները փոքր են, իսկ մեծերին խնդիր չկա։ Դրա համար մենք որոշել ենք, քանի որ երևի արդեն դուք էլ գիտեք, տունը երևի կկրծի ինքը որոշ իրեր, հա, իրանք սիրում են կրծել, դրա համար մենք իրեն կնվիրենք հավի համով ոսկորիկ, որոշ ժամանակ սա կկրծի, թողնելով հանգիստ ձեր իրերը։ Ես ի դեպ ասեմ, որ ինքը նաև ֆունկցիա է կատարում բերանի հոտը վերացնելու եւ սպիտակեցնելու։ Քանի որ ինքը դեռ փոքր է, ես չեմ շեշտում բերանի հետ, որովհետեւ նա չի ունենա բերանի հոտ, սովորաբար բերանի հոտը 5 ամսեկանից հետո է լինում։ Մեծ շների մոտ մի քիչ ավելի քիչ է լինում բերանի հոտը։ Նվիրում ենք մեկ այլ մեծ ոսկորիկ, բավականին ժամանակ հանգիստ կմնաք դուք։ Մյուս տեսակը աղացած մսով ոսկորիկները եւ կնվիրենք որոշակի թխվածքաբլիթներ, քանի որ ասացիք սիրում է փոքր ինչ որ լակմստվաներ, համով բաներ, կնվիրենք համով բաներ։ Իսկ սրանք հետաքրքիրը քաղցր է, թե էլի մսային ինչ որ ատրիբուտներ։ Սրանք բոլորն էլ մսային են, հա, իրանք մսային են, հոտ չունեն, բացարձակ հոտ չունեն, մսային են, ինչ որ կա որոշակի քաղցր ինչ որ բան։ Մտածում եմ նաև վիտամիններով հարուստ։ Վիտամիններով հարուստ են, կա բնական, այսինքն այն, ինչ որ կարելի է շանել։ Մարդու կոնֆետները սովորաբար չի կարելի, քաղցրավենիք չի կարելի, բայց սա հենց հատուկ իրանց համար է մսային համերով։ Արի, շնորհակալություն։ Այսօր ինձ թվում է տենց անկեղծության եթեր է, ինձ դուր է գալիս նաև ձեր սպասարկումը, մեր շատ հեռուստադիտողներ եւ հյուրեր, անվանի ու ճանաչված մարդիկ միշտ ասել են, սկսած Արա Գևորգյանից, որ սպասարկման լեվելը ձեր մոտ ուրիշ մակարդակի վրա է, որովհետեւ տես ասենք քաղցրավենիքներ են, չգիտեմ, բայց էլի տոպրակով եւ ցիվիլ տարբերակով։ Նվիրեցինք քաղցրավենիքներ եւ զեղչի քարտ։ Նվիրում ենք, այո, նվիրում ենք զեղչի քարտ։ Ունենալով մեր VIP զեղչի քարտը, դուք ունենում եք մեր խանութում ցանկացած տեսականի գնելուց 10% զեղչ։ Դե քանի որ ձեր շունիկը մեծ է, հագուստներ դժվար թե հագցնեք, բայց կարող եք օգտվել խնամքի պարագաներից, կերերից եւ համով բաներից։ Խնդրեմ ձեր նվերները։ Ոնց անցկացրեցիր օրը։ Ռոյը որ հասկանա թե ինչ է ձեռք բերել, ինձ թվում է բավական ուրախան է։
Կարծում դրական լիցքերով, որովհետև կենթանիների հետ կապված ցանկացած բան ինքը ինչ որ բարի էներգիայով լի, ինչ որ հիշողություն, չգիտեմ, իրողություն է։ Համել ռոյը կունենա ինչ որ վիդեո տարբերակ, հա, որ այս տարիքում ինքը նկարվել է այսպես։ Շնորհակալություն ձեզ։ Մենք շատ հաղորդումների ժամանակ մեր հյուրերին հարցնում ենք, քանի որ հաղորդման անվանումն է այդպես։ Ռոյը հիմա քեզ համար դարձել է ուրիշ աշխարհ, թե ինքը այն է ինչ որ կա։ Չէ, իսկապես դարձել է, որովհետև իմ կյանքում, ես 28 տարեկան եմ, իմ կյանքում առաջի Շունիկն է, հա, որ ես իր հետ կապվել եմ, ինքը ինձ սիրում է, ինքը ինձ սպասում է, լացում է իմ հետևից, բնականաբար ես էլ որպես կենթանի մարդ էակ, ուզվում եմ եւ սիրում եմ եւ գնահատում եմ իր նվիրվածությունը։ Դրա համար հաստատ, երբ որ գալիս եմ տուն ու ինքը տենց դռնումա վրաս, արդեն ուրիշ զգացում ունեմ։ Շնորհակալություն Dog Style-ին, շնորհակալություն Լայանային, շնորհակալություն Ռոբին, շնորհակալություն Ռոլին, շնորհակալություն Ռոյին, բոլորին շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտող, ասքանն ենք պատրաստել այսօրվա համար, բաց չթողնեք հաղորդման մյուս տեսագրությունը, իսկ բոլոր նրանք, ովքեր բաց են թողել ծրագիրը, մեզ փնտրեք համացանցում, ինտերնետում, Facebook-ում, մեր պաշտոնական վեբ կայքը կա, ձեր հեռուստաէկրանների ներքևի հարկում, չմոռանաք նաև լայք նշանի մասին։